Հալելույա, գողջունեմ ձեզ սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս առավոտ խաչյալ Հիսուս Քրիստոսի անունով, խաչյալ Հիսուս Քրիստոսի անունով, եւ գողջունեմ նաեւ բոլոր անոնք, որոնք մեզ գհետևին Facebook-ի եւ YouTube-ի միջոցով, դերը ձեզ շատ օրհն է, այսօր այն օրն է, որ մենք կհիշադակենք գահավաքվինք գողքի հիշելու Հիսուս Քրիստոսի խաչելությունը, չարչարանքներն ու մահը եւ գուզեմ ցեզի գարտալ հատվածը Եսայի մարգարեության 50-րդ գլխեն պիտի խնդրեմ գանքնինք սիրելիներ մարգարեություն Եսայա 50-րդ գլխուն առաջին քանի մահամարները Անուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն Ով հավատաց մեր դված լուրին դերոջը փազուկը որուն հայտնվեցավ Քանզի անիգա անոր արչև մադագխադունգի բես եւ ծարավուտ եգրե ելող արմադի բես փուսավ Անիգա գերբարանք գամ վայելչություն չուներ որբեսի անոր նայինք Ոչ ալ այնպիսի երևույթը որբեսի անգե ախորժեինք Անիգա մարդոց մի անարգվեցավ ու երեսը ցկվեցավ Վիշտերու դեր ու ցավերու դեղիակ եղավ Անգե երես դարձնելու մարդու բես եղավ Անարգվեցավ ու զանիգա չհարկեցինք Իրավցնե անիգա մեր ցավերը վերցուց ու մեր վիշտերը իր վրա արավ Մենք զանիգա վիրավորված աստծմեզ զարնված ու չարիքի հանդիպած սեբեցինք Բայց անիգա մեր մեղքերուն համար վիրավորվեցավ եւ մեր անօրենություններուն համար ձեծվեցավ Մեր խաղաղության բադիժը անոր վրա եղավ Եվ անոր վերքերովը մենք բժշկվեցանք Ամենքս ոչխարներու պես մոլորեցանք Ամեն մեկս իր ջամփան դարձավ Դերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա դրավ Անիգա անիրավություն գրեց ու չարչարվեցավ Բայց իր փերանը չփացավ Մորթվելու դարվող ոչխարի պես իր խուզողներուն արջև մունչ կեցող մակի պես այնպես իր փերանը չփացավ Դեր օրհնե իր խոսքը հրամեցեք սիրելներ այն հատվածը որ ցեզի գարտացի Եսայի մարգարեության մեջ գրված է Եվ այս Մարգարեությունը բադահեցավ Հիսուս Քրիստոսը 700 տարիներ առաջ Երբ որ գարտացի եւ քիչ առաջվա այս վիդեոկլիպը տեսանք գտեսնեք ինչպես ամեն մի խոսք եւ ամեն մի նախատասություն այնպես մգահարմարի այնինչ որ Հիսուս ինձ եւ քեզի համար գրեց Գիտեք ես շատ Էքսպերիմենտներ մտիկ կնեմ Քրիստոնյամը այս առնչությամբ հրիաստան կնաց Եվ սկսավ հրիա երդասարտներուն չափահաս մարդոց այս հատվածը գարտալ Եվ սավ հարցուց իրենց Եսայի 50-րդ գլուխը գարտած Եվ սա որ գրնամ քեզ հարցնել ուր գրնալ գրվածը այս գրությունը այս խոսքերը Մեծամասնությունը գիտեք ինչսին Նոր գդագարանի մեջ Որտեղ ոչ մեկը գրծավ հավատալ թե այսպիսի ճշգրիտ մարգարեություն գրնա ալալ Դեր Հիսուս Քրիստոսի խաչելության նկատմամբ 700 տարիներ առաջ եւ այնպիսի մարգարեը որ իրենց համար մեծակույն մարգարեները մին է Եսայի մարգարեն Մեծամասնությունը ասին նոր գդագարանի մեջ, Բայբլի մեջ
Երբ որ անց իրենց սա որ չէ, ասի Թանախի մեջն է, Թանախ 5 դագարան կնշանակի։ 5 դագարանի մեջն է բոլորը զարմանքի եկան։ Եվ հետաքրքրական հարցումը հարցուց գգարձեք թե որու համար գրված է այս մեկը, բոլորըսին Հիսուսի համար։ Երբ իրենց սա որ 5 դագարանի մեջ գրված է, բոլորը զարմանքի եւ ապշության մեջ էին։ Հիսուսի գրած չարչարանքները եւ իր փորձառությունը ունեցած այս բոլոր նեղությունները, ցավերն ու դարաբանքները անգարելի է որ հասկանանք սիրելներ։ Չկա մեզ որևէ մեկը որ այս չափանիշով զրկանք եւ դարաբանք գրեց։ Գիտեք շատ մեծ բադուհասներ բադահած են մարդկային պատմության մեջ։ Մեծ բադուհասներ կատարված են, մեծ դժվարություններ ստեղծված են։ Եվ պատմությունը մեզի ցույց կտա։ Եթե պատմության մեջ երտաս պիտի տեսնես թե ինչպես ժողովուրդներ, ինչպես ազգեր, նույնիսկ ինչպես անհատներ, այսպիսի մեծ բադուհասի առջև գտնված են։ Եվ ամենեն դժվար բանը ինչ է գիտեք, երբ այդ բադահածը Թավաջանությամբ կլա։ Թավաջանություն, երբ անցմը իր ասկին թեմ կթավաջանե, անցմը իր ընտանիքին անդամները մեկուն թեմ կթավաջանե։ Եվ այսպես այդ թեփքը այնքան շեշտված կերպով կհիշադակվի պատմության մեջ։ Գիտեք, եթե այս բոլոր բադուհասները, այս բոլոր թեփքերը գողքի բերենք եւ բոլորեն մեկ պատմություն ուզենք դուրս հանել։ Բոլոր մարդկային պատմության մեջ բադահած բոլոր բադուհասներեն, բոլոր չարթերեն, բոլոր գոդորածներեն, ամեն թավաջանություններեն, ամեն թեփքերը բերենք եւ բոլորին մեջ են մեկ հատ նգարակրող թեփը եւ պատմություն մահանենք։ Գիտեք որ չգնար համեմատիլ այսօրվա թեփքին որ քիչ առաջ մենք տեսանք Տեր Հիսուս Քրիստոսի գրած այս չարչարանքներուն չի գրնար համեմատիլ։ Գիտեք ինչու համար։ Որտեւ այն ինչ որ բադահեցավ մարդու թեմ եղավ։ Ինձի նմանը ինձի թեմրավ, ես ինձի նման ինձ թեմրի։ Որքանալ մոտ կամ հերու գաբակցությունը լա։ Բայց այս բարակային, երբ մենք կխոսենք Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքներուն եւ խաչելության մասին, սա իր պատկերացումով դարբեր է բոլոր մարդկային պատմության մեջ եղող դեպքեր են։ Որովհետեւ այն անձը որ եկավ եւ մեր մեջ ապրեցավ իր աշակերտներեն ուրացում դեսավ իր մեկ աշակերտը զինք 30 արծաթի թեմ ձախեց իր ասկագիցները իր եգրին գղերական թասը կահանաները թբիրները փարիսեցիները բոլորը ձուղակ լարեցին Եվ զինք ցերպակալեցին, զինք չարչարեցին այնքան ծանր գերբով։ Զինք ամենեն անարգ մահին ենթարկեցին, որ օրին հռոմեական գայսրության մահավճիրներ, թաթավճիրներ։ Եվ գիտեք այս բոլորը որ մեկը լար։ Այն անցեն, որ Հիսուս ինքը ստեղծած էր։ Իր ցերքերը շինած էր։ Ամեն անց որ Երգիր պիտի կար իր մորը որովայնի մեջ ինգավ Հիսուս արավ սկսավ զանիգա կծակրել անոր անդամները սկսավ դեղավորել սկսավ անովրա աշխատիլ սկսավ անովրա ամեն տեսակ մարդկային բնությունը կծակրել իր ցերքերով շինեց Եվ այն մարդիկը, որոնք իր շուրջն էին, իր ցերքերուն կորձն էին, ինքը ստեղծած էր, ինք անոնց ասվածն էր եւ անոնք իրեն ստեղծված մարդիկն էին։ Եվ այն մարդիկը, որոնք ինքը ստեղծած էր, ըրին այն ինչ որ քիչ առաջ
վիդեոյի մեջ տեսանք։ Չիգա բատմությունը, որ գրնա համեմատիլ։ Չիգա մարդկային բատմության մեջ, բատմությունը, որ գրնա համեմատիլ խաչի բատմության։ Խաչին եւ խաչյալին բատմության, չիգա բատմությունը։ Հիսուս Քրիստոս այս բոլորը ըրավ, որտեւ զիս սիրեց եւ քեզ սիրեց։ Եվ գիտեք, սիրելիներ, երբ որ գարտանք Աստծո խոսքը ավետարանը Բողոս Արաքյալի նամակները, Բողոս Արաքյալ նայեցեք ցեզի գարտամ մեկ կամ երկու համարներ առաջին Կորինթացիս նամակեն առաջին Կորինթացիս նամակին առաջին գլխուն գսե 18-րդ համարը գսե քանզի խաչին քարոզությունը գործվածներուն հիմարություն է լսեցեք քանզի խաչին քարոզությունը գործվածներուն հիմարություն է եւ գշարունակե բայց մեզի փրկվածներուս Աստծո զորությունն է Եվ 22-րդ համարը գսե վասնզի հրյաները նշան գուզեն եւ հույները իմաստություն կփնտրեն իսկ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը Իսկ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը նոր կյանքը պիտի քարոզե եւ պիտի շարունակե քարոզելու մինչեւ դեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը իր խաչելությունը Գիտեք այսօր եկեղեցիներ այնքան փոխված են գկարոզեն փրկությունը առանց Հիսուսի Փարիկորդ կորձե լավությունները երկին կերտած փրկությունը առանց Հիսուսի ուրիշներ կան գկարոզեն Հիսուսը առանց խաչին ոմանք կան գկարոզեն խաչը առանց խաչյալին Մենք կքարոզենք այս բոլորը մեկ քարոզի մեջ իսկ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը խաչյալ Հիսուս Քրիստոսը ամեն որովհետև գիտեք նայեցեք ինչ կսե խաչին քարոզությունը գործվածներուն հիմարություն է հիմարություն բառը հունարենի մեջ մորիա բառն է մորիա որ կնշանակե խենթ անխելք անսկամ Բողոս Արաքյալ գքարոզեր առաջին թարու եկեղեցին ասելով որ խաչին քարոզությունը հավատացյալներուն փրկվածներուն Աստծո զորությունն է մեկ հատ հետս եղեք սիրելն է քույրել եւ եղբայրներ երթանք առաջին թարում մեջ խաչը մեծակույն անարքական մահներ Թադավջիրներ, թադաբարդություններ, ամեն մի անձի, որ ոչրակորձ էր, կամ իր ըրած մեղքը մահվան արժանի էր։ Եվ հրոմական գայսրության ամենեն ծանր, ասենք, մահաբադիժը խաչն էր։ Հիսուս խաչին վրա մեռավ։ Եվ Բողոս Արաքյալ սկսավ քարոզելու ասելով որ խաչին քարոզությունը փրկվածներուս Աստծո զորությունն է այս ժողովուրդը գանկնեցան եւսին ինչի մասին գխոսիս խաչը ուր Աստծո զորությունն է խաչը անարքանք է մահե դուրս ինչ նշանակություն ունի մենք մեր աչքերով ամեն անգամ ժամանակ առ ժամանակ կտեսնենք ինչպես մարդիկ խաչին վրա իրենց կյանքը գուտան գմերնին իրենց կործած մեղքերուն համար առաջին թարու մեջ գտնվող մարդիկը չգրցան հասկանալ գիտեք ինչու համար որտեղ մարդ չի գնար հասկանալ Քրիստոս Հիսուսի խաչելության խորհուրդը միայն մտքի եւ դրամապանության ընդմեջ են չի գնար հասկանալ ամենն խելացի մարդը թողել աշխարհի վրա ամենն բարձր IQ-ն թող ունենա միայն մտքի եւ դրամապանությունով չես կրնար հասկանալ դու պետք ունիս Սուրբ Հոգին որբեսի կարենաս հասկանալ մտքիդ
եւ դրամապանությանը հետ մեկտեղ։ Անորոմար գիտեք Աստծո խոսքի մեջ կգարտանք Բողոս Արաքյալ գսե Աստված հաջեցավ որ սա մարդկային մտքով գարելի չլաս Աստված հասկանալ։ Եթե մեկը գուզե մարդկային մտքով Աստված հասկանալ չի գնար։ Եթե մեկը գուզե մարդկային մտքով այս խորհուրդը հասկանալ, խաչին խորհուրդը չի գնար։ Գիտեք այսօր գործվածները շատ են։ Որոնք ինչ կսեն հիմարություն է գսեն, խաչը հիմարություն է։ Գիտեք աշխարհի վրա շատ գրոնքներ կան։ Եվ շատ ասենք քաղաքապարապանություններ կան։ Աթեիստներ կան։ Եվ այսօր բավական զորավոր շեշտ կտնեն աշխարհի քաղաքապարապանության մեջ։ Գիտես եթե աթեիստի աթեիստ անասված է, եթե երթաս եւ իրեն բատմես Հիսուսին խաչի եւ ասես Հիսուս քեզի համար իր կյանքը տվավ եւ մեռավ։ Գիտես ինչ կլա իրենց պատասխանը։ Ով սա որ իր կյանքը ինձ համար դա։ Ես անան առաջարկ մչրի իրեն։ Ով սա հիմարություն է իր ռածը։ Հիմարություն է իր ռածը։ Ով սա իրեն որ իր կյանքը ինձ համար դա։ Այսօր քրիստոնեությունն յետ ամենամեծ գրոնքը գիտեք որն է։ Իսլամությունը։ Իսլամությունն ախնդիր ունի խաչին հետ։ Երբ կգարտանք իրենց քիրքը Կուրանը, կգարտանք որ գսե որ Աստված գսե թույլ չի տվավ որ Հիսուս խաչին վրա մեռնի։ Հաբա գսե զանիգը հաբշտագեց։ Եվ ուրիշ մեկը փերավ եւ անոր նմանցուց եւ զինք բռնեցին եւ խաչը թրին։ Եվ Կուրանեն դուրս ուրիշ մեկնաբանական քիրքեր ունին որ ահադիս կսեն։ Ահադիսի մեջ կսե որ այդ անձը որ փոխարինվեցավ հութաներ։ Գտեսնեք ինչպիսի դիլեմա կստեղծեն։ Ինչու համար գիտեք որտեվ խաչը եւ խաչյալը մեծակույն աստագն է մարդումը փրկության համար։ Եվ սատանան բոլոր գերբով, իր բոլոր զորությունով խաչին եւ խաչյալին այս թեփքին թեմ կբادرազմի։ Այսօր 1.8 բիլիոն իսլամ կա աշխարհի վրա։ Եվ բոլորը համոզված են, որ Հիսուս չխաչվեցավ։ Իրենց համար հիմարություն է։ Իրենց համար հիմարություն է, ինչու համար պետք է որ Հիսուս քար եւ խաչվեր։ Իրենց համար հիմարություն հասկացողությունը ինչ է, գիտեք, որ ինչպես կրնալալ որ Աստված իր միածին որդին աշխարհ գրգե եւ այդ միածին որդին իր ստեղծած մարդոց ցերկը հանցնե եւ այդ մարդիկը զինք բռնեն, նախադեն, չարչարեն, ամեն տեսակ վերքի եւ դարաբանկի արժանի ունեն, յետ կնա բռնեն եւ զինքը խաչեն։ Ինչպիսի Աստված մնե որ եթե դուք կսեք որ Աստված սեր է եւ դուք եթե կսեք որ Աստված ողորմած է, ինչպես կարելի այս մեկը լա։ Որ Աստված իր որդին ուրիշներուն ցերկը մատնե, ուրիշներուն ցերկ հանցնե, որ զինքը խաչեն։ Մեծակույն պաշտպանությունները մեկ ասի երենց։ Առանց գիտնալու թե Հիսուս այս առնչությամբ ինչ ասավ։ Իրենք կսեն որ կարելի չէ որ Աստված իր որդին հանցնե։ Գարձես Աստված հայրը բարդատրեց իր որդին որ այդ մեկն է։ Բայց գիտեք Հիսուս ինչ ասավ։ Նայեցեք։ Ցեզի գարտամ Հովաննու 10-րդ գլխում մեջ։ Հալելույա, հալելույա։ Այս քիրքը հիանալի քիրք է որ ամեն հարցումի պատասխան ունի։ Հովաննու 10-րդ գլխում 18-րդ համարի մեջ նայեցեք Հիսուս ինչ կսե։
17-ն գարտամ։ Անոր համար իմ հայրը զիս կսիրե, որտեվ ես իմ կյանքս կտնեմ, որբեսի նորեն առնեմ զանիգա։ Նայեցեք, մեկը չի հաներ զանիգա ինձ մե, հաբա ես կտնեմ զանիգա ինքն իր մեզ։ Իշխանություն ունիմ զանիգա տնելու եւ իշխանություն ունիմ զանիգա նորեն առնելու։ Այս բադվերը իմ հոր մեզ արի։ Հիսուս ովևէ մեկադեն հոր գոմե փուշ չեղավ, որովհետեւ երթա եւ իր կյանքը դա։ Հիսուս ի հավիդենից ասավ ես ով հայր, ով Սուրբ Ոգի գմարթաղանամ, երթամ եւ իմ կյանքս մարդոց համար գուտամ։ Անոր համար անասվածներուն համար, իսլամներուն համար այս քարոզությունը հիմարություն է, որովհետև հիմարություն է, լավ լսեցեք, անոր համար Աստծո խոսքը զիրենք կանվանե գործվածներուն աղյուսագի մեջ։ Անոր Հիսուս Քրիստոսի խաչելությունը, չարչարանքները եւ մահը եւ անոր միջոցով եկած փրկությունը չընդունիր գործվածներու խմբակցության մեջ են։ Ձեզիս եմ մնացյալ գրոնքներում մեջ նույնն է բարական։ Սատանան իսլամության հետ խնդիր չունի, սատանան հինդուիզմի հետ խնդիր չունի, յոգաներուն հետ խնդիր չունի, բրահմաններուն հետ խնդիր չունի, ովևէ մեկուն հետ խնդիր չունի, որտեվ չունին փրկակորձության պլան ծրագիր։ Բայց միայն քրիստոնեությունը, բայց միայն Հիսուս Քրիստոս ինքն էր, որ միայն մարդուն փրկության համար ծրագիր եւ ճամփապացավ։ Անոր համար իր բոլոր ուշադրությունը քրիստոնեությունն է։ Օրմը դեսակ շեխմը գահալածվի սատանային։ Բայց ամեն հոգևոր գործիչ, ամեն աստվածաբաշտ քրիստոնյա հալածանքի մեջ է։ Գիտեմ քո հալածանքներդ Քրիստոսի անվան համար, որովհետև գահայդարարես թե Հիսուս խաչին վրա մերավ ինձի համար եւ քեզի համար։ Անոր համար գահալածվիստուն։ Գործվածներուն հիմարություն է։ Համարը լավ որոշ չվերջանար։ Շարունակությունը ամենեն քեղեցիկ բաժինն է։ Նայեցեք ինչ կսե։ Ուրեմն իդ բանամ Hallelujah, Parkezi. Thank you, Lord. Hallelujah. Բայց մեզի փրկվածներուս Աստծո զորությունն է։ Բայց մեզի փրկվածներուս ինչ է։ Նորեն լսեմ։ Սեզի գուզեմ հարցում արցնել։ Երբ կսե մեզի փրկվածներուս համար Աստծո զորությունն է, ինչ կհասկանաս։ Ինչ է Աստծո զորությունը խաչին քարոզությունով։ Ցեք վերցեք որ տեսնեմ ամենից մեկ խոսիկ չեմ գնար գիտնալ, չեմ գնար։ Ինչ է խաչին քարոզության զորությունը։ Հավիդենական կյանք Աստվածորդն է քույրս միրնա։ Խաչին քարոզությունը ընդհանուր աստվածաշունչի մեջ գտնվող օրհնություններում մասին չեմ ասել։ Սեր ասոսերը մեզի համար ուրիշ հաշտություն դեր օրհնե գարբիս դաս։ Մի հատ եւս կա շատ կարեւոր։ Զորություն Մեղքերու թողություն սակո դեր օրհնեդաս մեղքերու թողություն Խաչին քարոզությունը մեզի զորություն է առաջին բանը գիտեք ինչ է առաջինը մեր մեղքերուն հարցը լուծեց Մարդուն համար մեծակույն անլուծելի հարցը ինչ է գիտես քու նյութական հարցերը չէ քու ընտանեկան խնդիրները չէ քու երկրիտ Տշնամիներուն հետ ունեցած բادرազմը չէ, մեծակույն հարցը անի չէ, անոնք բոլորը լուծելի են, մեկ հարց մգա, որ մարդը չի գրծավ լուծել, եւ պիտի չգրնա լուծել, եւ անիալ մեղքն է։
Գգարտանք Սամոսի մեջ կսե բոլորը մեղ կործեցին եւ Աստծո փառքեն բաքսեցան ինգան fell short մեղքը խնդիր մնե որ մարդուն համար չի գրծավ մարդը լուծել ինչու համար գիտեք որովհետեւ Բոս արաքյալ ինչ կսե մեղքին համար մեղքին վարձքը ինչ է մա հիմա եթե Գա մեկը որ աս աշխարհի վրա աթամենը սկսյալ մինչև այսօր առանց մեղքի ապրած է բացի Հիսուս գա մեկը չի գա բոլորը մեղ կործեցին չէ եւ բոլորը շնորհքեն ինգան եւ մեղքը որ մեզ կործեցի անոր արդյունքը ինչ է հետևանքը ինչ է մահ է Եթե ես մեղ կործեցի եւ այդ մեղքով Աստծո Թադաստանին արչեւ գեցա անոր արդյունքը մահ է Գիտեք իսլամությունը ինչ կսե Գսե իսլամությունը որ երբ որ դու մեղքը կործես գերտաս Աստծո արչեւ եւ ներողություն կխնդրես եւ քու բարի կործերդ կսկսիս ավելցնելու աղոթքդ Ձոմաբահությունդ աղքատներուն օգնությունդ կսկսիս կրեդիտդ ավելցնելու բարիկներու Եվ երբ որ կրեդիտդ կավելցնես բարիկներու այդ մեղքը ասված քեզի գները երբ որ իրեն գխոստովանիս Հարցը գիտեք ինչ է Հարցը երբ որ ասված եկար իր արչեվը եւ ասված մեղ խնդրեցիր ները ինձի եւ ասված քո մեղքերդ ներեց առանց բադիժը գրելու մեղքին Խորուրդը հոս է Երբ որ մարդ կուկա Աստծո արչեւ եւ Աստծո գսե դեր ները մեղքերս Եվ իր մեղքը բադիժ ունի Ինչպես ասված այդ մեղքին բադիժը պիտի լուծե Գիտեք իսլամության մեջ ինչ է Իսլամության մեջ երբ որ գուկաս մեղքիդ բադիժը ասված քորքը գանե քորքին դա գավելե եւ գկոցե եւ գսե որ մեղքերը չնչված են Իրականության մեջ կավություն կա, բայց մեղքին վարձք եղող մահին լուծում չեղավ։ Անոր համար իսլամությունը միայն Աստծո ողորմությունն ու քաղցրությունը ցույց կտա։ Քրիստոնեությունը միայն գրոնքն է, որ Աստծո եւ քաղցրությունը եւ սերը ցույց կտա եւ նաեւ Աստծո արդարությունը եւ իրավադիրությունը ցույց կտա։ Գիտեք ինչ է արդարությունը, արդարությունը որ այդ մեղքը բադիժ պիտի գրե։ Հիմա եթե ես ծեր մասին չխո, եթե ես մեկումը սպանեցի, ոչիր գործեցի, եւ ոստիկանություն եկամ եւ զիս ցերփակալեցին եւ դարին թադավորին արչեւ գեցա։ Եվ թադավորը հաստատեց վգաներու միջամտությունով որ ես իրապես ոչիր գործած եմ եւ ինձի համար թադավջիրը գրնալալ որ մահլա գրնալալ որ ծգյանս փանդարգությունը լա ինչ որեն է բադիժը բի դարձագե եւ ես իրեն թարնամ եւ ասեմ սիրելի թադավոր դու գիտես ես ով եմ ես այս եկեղեցին հովիվն եմ դարիները իվեր կարոզություն գնեմ օգնություններ գնեմ Սերունդ կբադրաստեմ, աղքատներուն ծեր կերգարեմ, 30 հատ, ասոնք ես չեմ, բայց օրինակ կուտամ գոր, 30 հատ Աֆրիկայի երեխաներ կան, որը սպոնսոր եղած եմ, կենսերի հաստատությունները, որ քննարկություններ գնեն, միշտ հոն նվիրատություն կտան, որ հիվանդությունները օր բաքսին, այսինչ եկեղեցին, այսինչ շենքին, շինարարության մեջ մեծ նվիրատությունների Հարցումը սա է, այս բոլոր լավ բաները, բարիկները ասել ես վերջ։ Ինչ կգարձես որ թադավորը ասե։ Օ, դու շատ լավ մարդ ես։ Քեզի ներեցի։ Կնա։ Գսե։ Եթե ասե ինչ կլա։ Անարդար կլա։ Որու ուղությամբ օրենքին եւ այդ մահացող անձին ընտանիքին ուղությամբ Ասված նույնը գնե Չի գրնար մեղքը առանց բադիժի ցկել անոր համար
Անոր համար միակ ջամփան որ Աստված իր ծրագրին մեջ փրկության ծրագրի մեջ դեսավ որ որդին կաշխար մեզի նման մարդը լա առանց մեղքի կյանք ապրի եւ զինք ցերփակալեն եւ իրեն խաչին վրա տնեն եւ զինք սպանեն խաչին վրա եւ մեր բոլորին մեղքը մեր բոլորին հանցանքը մեր բոլորին բարդամուրհակը իր վրա տրվի եւ ասե որ ես քու մեղքերուտ penalty-ն գվճարեմ ես քու մեղքերուտ բադիժը իմ վրա սկարնեմ եթե ես անիկը գարնեմ թուն հիմա ազատ եւ ազատ արձակված ես միակ ցևը որ մեղքին հետ դիլն ես այս է մնացյալ բոլոր գրոնքները ճունին փրկության ծրագիրը բացի Հիսուս Քրիստոսի միջոցով քրիստոնեությունը անոր համար խաչին քարոզությունը քույրերը եղբայրներ մեզի համար ինչ է Աստծո զորությունն է որովհետև Աստված խաչի միջոցով իմ մեղքերուս հարցը լուծեց Անլուծելի այս նյութը միայն խաչով լուծվեցավ փառք իր սուրբ անվանը Եվ երկրորդ բանը որ քիչ առաջ մեր երդասարդ եղբայրը ասավ հաշտություն եղավ Խաչը իմ եւ Աստծո միջև հաշտության գնիք եղավ Մենք կգարտանք սիրելներ նայեցեք Հալելույա Գողոսացիս առաջին գլխուն Հալելույա փառք քեզ Որդեր Գողոսացիս առաջին գլխուն 20-րդ համարի մեջ նայեցեք ինչ կսե Եվ անով ամենքը հաշտեցնե իրեն հետ Խաղաղություն ընելով խաչին վրա թափած իր արյունովը թե երկրի վրա եւ թե երկնքի մեջ եղողները եւ անով ամենքը հաշտեցնե իրեն հետ խաղաղություն ընելով խաչին վրա թափած իր արյունովը Խաչին վրա թափած իր արյունը հաշտություն բերավ իմ եւ հորս որովհետեւ քիչ առաջ խոսեցանք մեղքը մեծակույն հարցն է որ մարդը չի գրծավ լուծել Եվ այդ մեղքին պատճառով մեր եւ Աստծո միջև գսե բաժանող բադ մի եղավ Երբ որ մեղքին հարցը լուծվեցավ Եվ ես հիմա գերտամ իր արջևը Դեր Հիսուս Քրիստոսի արջև գսեմ Դեր քու արյունովը լվա եւ մաքրե իմ մեղքերը սրբե Այդ բադը ինչ կլա գիտեք Փուլ գինա եւ վարգիշն է Ես եւ Աստծո միջև եղող այդ բադը գվերցվի Ես հիմա գրնամ համարցակությունով մոդենալ շնորհքի կահուն արջև Դերոջը փառքը տեսնելու անոր հետ երես առ երես իմ աչքերս հիմա իր աչքերը կտեսնեն ինչու համար որովհետև խաչին զորությունը խաչին փերած փրկությունը սիրելներ մեզի համար Աստծո զորությունը եղավ Հալելույա Մարդիկ խաչին վրա հիմարություն կնկատեն խաչը իսկ մեզի համար Աստծո զորությունն է որովհետև ես չէի գնար հաշտվել հորը հետ եթե Տեր Հիսուս Քրիստոս խաչին վրա իր կյանքը ինձ համար չի դար Եվ երրորդ ինչ որ նորեն ցեզ մեկ ապատասխանը հավիտենական կյանք Թե ինձի մեղքերու թողություն եղավ, իմ մեղքի հարցս լուծվեցավ, թե իմ եւ Աստծո միջև հաշտություն եղավ, եւ ասոնց հետ մեկտեղ հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք։ Ամենեն կարևոր բանը մեր այս երկրի ժամանակը որ կյանքեն յետք, ուր պիտի անցնենք մեր հավիտենականությունը։ Ուր պիտի անցնենք մեր ամբողջ հավիտենականությունը, չեմ ասել մեր կյանքին 80-90 տարիները, գսեմ հավիտենականությունը։ Խաչը այս հարցին պատասխան եղավ։ Հռոմեացիս 6-րդ գլխուն Հալելույա։ Հռոմեացիս 6-րդ գլխուն 20-րդ համարի մեջ գսե քանզի մեղքին վարձքը մահ է։ Փախուս չի գա Ամեն մեղքի վարձքը մահ է Եթե փրկիչ չի գա Եթե խաչ չի գա
Եթե փրկակորձություն չի գա, ամեն կսալ մահվան արժանի ենք։ Նայեցեք շարունակությունը։ Բայց Աստծո ծրի բարգևը հավիտենական կյանք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին ցերկով։ Հավիտենական կյանք ծրի բարգևը, ինչ է այդ ծրի բարգևը, երբ միայն գուքաս իր արջևը գսես դեր գնտունին որ ինձ համար խաչելար, գնտունին որ ինձ համար մերար։ Գիտեք խաչի այս Բատմության թեմ այսօր 1.8 բիլիոն ժողովուրդ կբادرազմի ասելով որ չեղավ խաչելությունը։ Գիտեք կուզեմ այս մեկը ես նյութերում մասին շատ հետաքրքրված եմ բավական քրիստոնեական եւ այլ գրողներու դիբեյթներու մտիկ կնեմ։ Աստվածաշունչը պետք չունենք որ հաստատենք որ Հիսուս մեռավ խաչի վրա։ Պետք չունենք։ Այսինքն եթե ասեմ որ պետք չունենք որովհետև կան երկրորդական աղբյուրներ որոնք նաև գխոսին Հիսուս Քրիստոսի կյանքին եւ խաչելության մասին առաջին տարու մեջ գտնվող բատմիչներ եղած են որոնք քրիստոնյա չեն անոնց մե անուններս եմ Ջոսեֆոս Թասիտոս այս երկու բատմիչները որոնք ապրած են առաջին եւ երկրորդ տարու միջև Այս մարդիկ իրենց քրքերուն մեջ արձանագրած են Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, թե ինչպես իր աշակերտները հավատացած էին, որ ինքը Աստված է, եւ նաեւ գխոսին, թե ինչպես անիգա խաչով բիղադոսի միջոցով նաեւ գհիշեն, թե որ գուսակալի միջոցով բիղադոսի միջոցով այս անձը խաչի մահվան արժանացավ։ Եթե խաչի կարոզությունը վերցնենք Աստվածաշունչեն, փրկության ծրագիրը բոլորը ճուրգինա։ Անորամար հрьяաները նշան կփնտրեն, միշտ հрьяաները նշան կփնտրեն։ Երկինքեն նշան մալա։ Մովսես 10 նշաններ ըրավ, իրենց համար ասի ամենին Եղիա Եղիսե մահ ունեցող անցին հարություն առնել դվավ։ Եղիա երկինքը կոչեց։ Իրենց համար նշանները կարևոր են։ Հույները ինչ կփնտրեն։ Իմաստասեր մարդիկ եղած են։ Փիլիսոփայության յետևեկացած են առաջին օրեն։ Ես ամեն արդու ասպես մարզանք կնեմ կալելու adեն ասպես մի քանի հատ դարիքոտ անցեր կան, որոնք ուքան մարզանք կնեն։ Եվ իրենց ծանոթացած սկսա խոսելու իրենց հետ եւ մեկ հատ հույն է լավ եւ հազիվ սկսա իրեն հետ խոսելու ավետարանի մասին ամիջապես դարձավ եւ գնաց հունական փիլիսոփայության եւ սկսա բարձենալու մենք այսենք մենք ասենք հույներ իմաստություն հույներուն համար իմաստություն իսկ մենք ինչ կկարոզենք խաչյալ Քրիստոս Հիսուսը Մենք կարոզենք խաչյալ Հիսուսը ուրիշ կարոզություն չունենք ով ինչ կուզե կարոզել թող կարոզե նոր կյանքը պիտի կարոզե խաչյալ Հիսուս Քրիստոսը որում միջոցով դուն եւ ես բոլորս փրկվեցանք անորամար գսե խաչին կարոզությունը գործվածներուն հիմարությունը բայց մեզի փրկվածներուց նայեցեք մեզի որու Փրկվածներուց մարդիկ երբ որ ասես որ ես փրկված եմ ասան քեզի ձուր գնային գսեն ինչ դու քեզի ով կգարձես ինչ եղավ քու սիրտդ աշխարհի ամենեն մաքուր սիրտն է որ փրկված ես կգարձեմ որ մարդուն սրտի մաքրութեն են գախյալ է փրկությունը գախյալ է երբ որ գուքաս Հիսուսին արչև եւ գսես ես մեղավոր եմ եւ դու ինձ համար քու կյանքը տվիր Քու արյունը ինձ համար թափեցիր, քու արյունովը լվայ է մակրե ինձի, մեղքերը սրբե եւ ես հիմա գարտարանամ։ Ես հիմա գփրկվիմ։ Մեզի փրկվածներուս, հալելույա, եղբայրներ եւ քույրեր, որքան ադեմ որ գհավատակ, որ խաչը եւ խաչյալը քեզի համար իր կյանքը տվավ Եվ որքան ադեմ որ գհավատաս որ իր մով փրկությունը միայն իր մով փրկությունն է դու քեզի վստահությունով ասե ես փրկված եմ Մդիկ մինակ մարդոց ավելորդապանություններուն գիտեք Աստծո մասին պիտի խոսին առանց գիտնալու Աստվածաշունչը
Երևակայեցեք ես քիտնագանի մի հետ երթամ դիբեյթն եմ եւ իրեն հետ սկսեմ դիբեյթնելու եւ քիդուտենեն լուրչունիմ։ Կամ ասկասերի մի հետ երթամ եւ դիբեյթն եմ եւ ես մեր ասկային պատմութենեն շատ դեղյակ չեմ։ Գիտես է, թուն բանը բամբագի լուրչունիս եկերես ինձիվից սովեցնես ամբողջ կյանքս ես հայոց պատմությունը եւ մեր ասկին պատմութենեն դեղյակ եմ։ Հիմա իրենց է գարկը, պիտի քանի է մեզի պիտի սորվեցնեն, որ մենք մեր անձերուն համար գրնան գսել, որ փրկված ենք թե ոչ։ Ներողամի դեղեք։ Չեք գրնար սկաննել։ Չունիք բարկոդը։ Հոգևոր խորհուրդը հասկանալու համար հոգևոր սկան պետք ունիս, սկաներ պետք ունիս։ Եվ անիկա գլա, երբ որ Սուրբ Հոգին քո մեջդ կփնագի, երբ որ կընդունիս խաչը եւ խաչյալը որպես կուդերդ Սուրբ Հոգին գուքա, այնադեն Սուրբ Հոգին քեզի նոր ակնոցներ գուտա, գրնաս սկսիլ հոգևոր բաները սկանել։ Իրենք ճունին այդ ակնոցը եւ պիտի կան մեզի սկանեն։ Չի գարտար։ Ձեր սկաները միան աշխարհի բաներ կգարտա։ Հոգևոր բաներ չի գնար գարտալ։ Հոգևոր բաներ Աստված կսե միայն Սուրբ Հոգիի միջոցով գրնանք։ Ամեն։ Խաչին կարոզությունը գործվածներուն ինչ է? Հիմարություն է։ Բայց մեզի փրկվածներուս ինչ է? Աստծո զորությունն է։ Քույրս եւ եղբայրս շարունակե այս թրոշը վերբահել։ Շարունակե ասելու, որ ես խաչյալ Հիսուս Քրիստոսին զավակն եմ։ Շարունակե իր մահը բոլոր մարդոց պատմելու, ասելու, որ այս փրկությունը քեզի համարալ է։ Այս մահը քեզի համարալ եղավ։ Բոլոր մարդկության համար, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ։ Աշխարհը սիրեց Աստված, որբեսի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հաբա հավիտենական կյանք ունենա։ Ամեն։ Խաչին քարոզությունը գործվածներուն հիմարություն է, բայց մեզի փրկվածներուս Աստծո զորությունն է։ Աստծո զորությունը քո վրա ալա։ Աստծո զորությունով լեցվիս։ Աստծո զորությունով քո դեպն տվիս։ Աստծո զորությունով ավելնաս։ Եվ այս զորությունը հետ թող շարունակվի մինչև փառավոր Հիսուս Քրիստոս երկրորդ գալուստը։ Ամեն։ Ամեն սիրելներ։ Խաչը բարձանք է եւ ոչ թե ամոթ։ Խաչով բարձանք ունեցիր եւ խաչով միշտ գլուխդ բարձրելա։ Շնորհք ձեր բոլորին հետ։